213 անձ են գրկված դաշինքի, Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում, 72 կին, 141 տղամարդ, կուսակցություններից յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված ցանկերը բաշխվածությունը հետևյալն են 70-143, 70-ը առաջ աչակենտրոն կուսակցությունն է, 143-ը հայ-հեղափոխական դաշնակցությունը։ Ներկայացել ենք նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 4 հոգու ցանկ, անուն, տվյալներ, ունենք եզդի ազգությամբ, թեկնածու որպես ազգային փոքրամասնությունների ռուս եւ ասորի։ Մի հարց, պարոն Մամինյան, այժմ երկու։ Նախ շատ հավակնոտ ցանկ ա ու շատ մեծ, երևի ամենաշատը ձերն ա։ Մեծ հույսեր ունեք, որտես մի 200 հոգով մինիմում անցնելու եք խորհրդարան, ու մեկ էլ Բաքոչյանը մասնաբաժին չունի այնտեղ, որովհետև դաշինքի առաջնորդը ինքն է, բայց փաստացի առաջ կուսակցությունն ու դաշնակցությունն են։ Այ ջան, հայաստանյան օրենսդրության համաձայն դաշինքներ ձևավորում են ոչ թե անձինք, այլ կուսակցությունները։ Եվ հետաբար բոլոր թեկնածուները պետք է ընդգրկված լինեն որևէ կուսակցության ցանկում։ Ռոբերտ Քոչյանը որ կուսակցություն։ Առաջ աչակենտրոն կուսակցության ցանկով է առաջադրված։ Ոչ, անկուսակցական է։ Չեմ հիշում հիմա։ Էլի դուք մեծամասնություն եք, կարող է որ անցնեք էլի դաշնակցության ֆրակցիա։ Տեսեք, ինչ վերաբերում է մեծ ցանկին, հա։ Նախ սա քաղաքական հայտ ներկայացնելու մեր հայրենակիցների, կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել եւ թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը, իսկ մենք ընտրություններին ինչպես ենք մասնակցում, ինչ ակնկալիքով, իհարկե հաղթելու ակնկալիքով։ Եվ եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակն լինի, բնականաբար ամբողջական իշխանությունը, անգամ նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել ցանկում։ Նախորդ անգամվա վստահությամբ եք գնում հաղթանակի, թե այս անգամ մի քիչ այլ վստահություն ավելի ուժեղ։ Նախորդ անգամվա վստահությունը կամ այս անգամվա վստահությունը չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում այն համոզումով, որ ընկալելի կդառնանք մեր հայրենակիցներին եւ մեր հայրենակիցների մեծամասնությունը իրենց վստահությունը կտան։ Այս անգամ էլ չհաղթեք, օրինակ կմնաք էլի ընդդիմադիր ֆրակցիայում կաշխատեք պատգամավոր ձեր թիմակիցներից չլինեք։ Դա այս անգամ գոնե մանդատները կդնեք։ Տեսեք, նախ առաջին հերթին դա ընտրություններից հետո է որոշվելու, ինչ իրավիճակ է ստեղծում եւ որոշվելու է ոչ թե միանձնյա կամ ինչ-որ փոքր խմբով, այլ որոշվելու է քաղաքական ներկայացվածությամբ կուսակցությունների կողմից իրենց որոշումներին անպատասխան է, հետևաբար այս պահին նման հարցի անդրադառնալը համարում են ոչ միայն ժամանակավրեպ, ոչ տեղին, այլ նաև արդյունքներով պայմանավորված։ Ձեր ընտրողներին ասել, որովհետև այս 4-5 տարվա ընթացքում շատ քննարկվեց, թե ինչու ընդդիմությունը մանդատները չի դնում, ինչ արդյունավետություն է ցուցաբերում այնտեղ որպես ընդդիմություն։ Այ ջան, ես քեզ կարող եմ իմ անունից պատասխանել։ Ես իմ որոշումով ցուցակում հետին տեղի վրա եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Երկրորդը, այո, ես նկատի ունեմ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որոնք որ չեն կարողանում նաև իրար հետ լեզու գտնել այս կամ այն ձևաչափով մասնակցելու տեղերով պայմանավորված, հա։ Իդեպ շատ հետաքրքիր է ձեր 29-րդ համարը կներեք, եթե դուք նախորդը այս ֆրակցիոն կարծեմ այս խորհրդանում 28 հոգի եք, չէ՞, ոնց որ թե Եղավնազյանի պատերատովիկ դարձավ 27։ Հիմա հետաքրքիր եթե դուք 29 եք, մտածում եք որ նախորդից էլ քիչ եք ձայն հավաքել, որ նույնիսկ չի հասնելու։ Ոչ, հակառակը ուղիղ։ Մենք մտածում ենք որ ավելի շատ ենք հավաքել։ Սահմանադրական մեծամասնության հույս ունեք։ Այո, ես տեսեք, մենք մտադիր ենք
որպեսզի անպագորգոր չհնչի, հա, ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանություն եւ ընդդիմադիր դաշտը, եւ մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել եւ ենք ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրը իր առաջ ունենալով գնա համագործակցության հետընտրական շրջափուլում։ Բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, ես վարած քաղաքականությունը եւ ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն եւ այլն։